Միայն սուր տեսողությունը դեռ աչքի որակ չէ։ Գլաուկոման զարգանում է աչքի նյարդի վնասման դեպքում։ Հաճախ այս հիվանդությունը անվանում են տեսողության գող, քանի որ ընթանում է առանց ախտանիշի։ Չպետք է թողնել, որ խնդիրը հասնի նյարդային հյուսվածքին, որը կորստից հետո չի վերականգնվում։ Մի թեթև արցունքահոսություն, ծանրություն աչքում, շապատվեց անցավ, նեղվեցի, անընդհատ մոտիկի սակնոցները փոխում եմ ամիսը 1-2 ամիսը 1, միևնույն է, լիարժեք կոմֆորտ չունեմ։ Այս տիպի գանգատները երբեմն մարդկանց մոտ լինում է անգամ սովորական չոր աչքի ժամանակ կամ առանց որևէ լուրջ խնդրի։ Դրա համար երբեմն մարդիկ չեն էլ դիմում բժշկի մտածելով, որ սա ուղղակի չորություն է, լվացվեցի անցավ, թրջեցի անցավ, լույսը բացվեց անցավ։ Մինչդեռ այս ախտանիշները կարող են հիվանդության սկիզբ դառնալ։ Առաջնային գլաուկոման հիմնականում զարգանում է 40-ից 45 տարեկանների մոտ։ Հենց այս տարիքում պետք է դիմել մասնագետի եւ հետազոտվել։ Եթե գլաուկոման նոր է սկսվում, այսինքն մարդը ունի այսպես կոչված նեղանկյուն, որը նշանակում է այն հատվածը, որտեղից հեղուկը պիտի դուրս գար աչքի մեջից, գնար լվացվել ամբողջ անոթային համակարգում, նորից գալ աչքի մեջ եւ լվանալ մաքրել աչքը, այս հեղուկը լիարժեք չի գնում, որովհետև անկյունը թերի է։ Այս դեպքում ժամանակին, ավելի համեմատաբար միջին տարիքում, համեմատաբար երիտասարդ հիվանդության ժամանակ կարելի է լազերային միջամտության շնորհիվ այս փակ անկյունը բացել եւ հիվանդին բոլորովին ազատել փակ անկյուն գլաուկոմայի զարգանալուց։ Տեսողական նյարդի մոտ 80% վնասման դեպքում արդեն ցուցվում է կամ վիրահատություն կամ դեղորայքային բուժում։ Փակ լինի գլաուկոման, թե բաց լինի գլաուկոման, ինչքան նյարդը, տեսողական նյարդը քիչ վնասված լինի, այնքան մեր միջամտությունները ավելի թեթև են։ Իսկ եթե տեսողական նյարդը վնասվեց եւ ինչն է վատ, գլաուկոմայի դեպքում մարդ ունի բավականին երկար ժամանակ, մեկ ամբողջ տեսողություն, 10 տողն էլ տեսնում է, որը գիտեք համարվում է նորմալ, բայց որակը տեսողության բավականին թերի է, որովհետև հենց տեսադաշտը անում ենք նոր բուժառույն ցույց ենք տալիս, որ տեսեք որքան է տեսադաշտը նեղացել։ Նեղանալով տեսադաշտը բերում է հենց որ կենտրոնն էլ ներգրավեց, սա արդեն ուշփուլ է։ Գլաուկոմը ախտորոշվում է նաև երեխաների մոտ։ Այն կարող է զարգանալ որպես առանձին հիվանդություն կամ լինել ներակնային այլ հիվանդության հետևանք։ Նարեկ Ոսկանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։